Բարև իմ շացելի հեռուստադիտող, Մեդինֆորն է եթերում։ Այսօր մենք զրուցելու ենք հայմորյան խոռոչների բորբոքվածության մասին, այդ լորձաթաղանթի ախտահարումների մասին, ինչպես նաև որն է դրանից ազատվելու գրագետ ճանապարհը։ Ընդհանրապես հայմորիտ ասված այն հիվանդություններից է, որը հետևանք է կամ գրիպի, կամ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, կամ նաև չբուժված ատամների կիստոզի հետևանքով առաջացած խնդիր է։ Այս ամենի մասին, այլ պատճառների եւ բուժման եղանակների մասին սիրով զրուցելու եմ Իզբերլյան բժշկական կենտրոնի դիմացնոտային վիրաբույժ Ռադիկ Դալաքյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այս հոգնած հետվիրահատական ժամերը անցկացնում եք Մեդինֆորմի հետ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հաճելի է կրկին ձեզ տեսնել, բժիշկ, եւ խոսենք հայմորիտի մասին։ Մի քանի պատճառ, որ ես արդեն իմ խոսքում նշեցի, որպես հիմնական պատճառ են դիտվում, կամ պատճառներ, որոնց մասին կամ ես չբարձրաձայնեցի, կամ կրկին ակտուալ պատճառներ են համարվում։ Պատճառները բավականաչափ շատ են, բայց առավել հաճախ հանդիպողները դրանք ատամից առաջացած բարդություններն են, գրիպային վիրուսային հիվանդություններն են, այսինքն քթից առաջացող խնդիրներն են, ալերգեն ֆոնը կարող է դրան նպաստել, արյամիջոցով կարող է տեղափոխվել եւ որոշ դեպքերում նաեւ հարևան օրգանների բորբոքային պրոցեսների տվյալ զոնա տարածվելու հետևանքով, բայց առավել հաճախ մենք դիտարկում ենք քթից առաջացած եւ ատամից առաջացած հայմորիտներ, իրանք առավել հաճախ հանդիպողներն են։ Խնդրեմ նկարագրեք այն ախտանշանները, որոնք մարդը միգուցե չի հասկանում, այո, որ դա հենց հայմորիտի խնդիրն է, գլխացավի է վերագրում կամ ատամի ցավի է վերագրում, այ ինչը կարող է հուշել այս մասին։ Դե քանի որ ունենք երկու փուլ ընթացքի հիվանդության, դա սուրն է եւ քրոնիկը։ Սուրի փուլում ունենում ենք հիմնականում ցավ դեմքի միջին հատվածում, աջ կամ ձախ կողմից, կախված թե որ հայմորյան խոռոչները պրոցեսի մեջ ընդգրկված։ Այո։ Դրա հետ մեկտեղ նաև քթահոսություն, պացիենտը զգում է քթից գարշահոտություն, ցավ հենց տվյալ հատվածում, նաև ծամիչ ատամների հատվածում, դեմքի շրջանում գլուխը կախելու պարագայում ծանրության զգացողություն է լինում, բայց ցավ չի լինում, այո, պարզապես ծանր։ Չէ, ցավ լինում է, ցավն է, սուր փուլում բավական արտահայտված ցավ է լինում, առավել ինտենսիվ ընթացքի պարագայում նաև լինում է դեմքի որոշակի ասիմետրիա, այսինքն տվյալ հատվածի վրա այդ հատվածում որոշակի այտուց է նկատվում, ջերմության բարձրացումով ուղեկցում այդ ամեն ինչը, Տերևս երևի թե այսքան։ Այո, բժիշկ, իսկ ինչպես են ախտորոշում հայմորիտի առկայությունը։ Սուր փուլում հենց գանգատներով ենք ախտորոշում այդ ամեն ինչը եւ հենց բուժումներ կոնսերվատիվ է լինում սովորաբար, բայց քրոնիկի պարագայում պացիենտի մոտ որպես այդպեսին ցավ չի դիտարկվում, բայց ունենում է գլխացավեր, այսինքն ցավ չի դիտարկվում տվյալ զոնայում որպես այդպեսին։ Նշում է ծանրության զգացողություն վերին ծնոտի ծամիչ հատվածների, ծամիչ ատամների հատվածում, որ կողմում որ տեղակայված է հայմորիտը։ Որոշակի աշխատունակության անկում, պարբերաբար կարող է լինել նաև քթից արտադրություն, կախված թե հայմորիտի ինչ տեսակ ունենք մենք այդ պահին։ Քթից արտադրություն ինպես այս մասին, այո, խոսում։ Եվ այդ պահին, որպեսզի հստակեցնենք մեր դիագնոզը, անպայման անում ենք հարյուրքթային խոռոչների կատե հետազոտություն եւ կատեով արդեն հստակ կարողանանք ախտորոշել հայմորիտը։ Հետաքրքիր է, ինչու այս խնդրի համար պրոֆիլակտիկ ախտորոշիչ քայլեր չեն ձեռնարկվում։ Ենթադրենք շատ բժիշկներ խորհուրդ են տալիս, չէ՞, տարվա ընթացքում պրոֆիլակտիկ ստուգեք այս օրգան, այն օրգան, ինչու հայմորյան խոռոչների դեպքում դա պրոֆիլակտիկ չի ստուգվում։ Միգուցե դեռևս խնդիրը զարգացման փուլում է եւ ավելի բարդ փուլերում չնկատվի այդ առումով։ Սովորաբար կախված է թե ինքը ինչ ընթացքով է զարգանում, հա։ Եթե սուր փուլն է, սովորաբար նշում ենք նշանակումներ ենք իրականացնում եւ գանգատները անցնելուն պես հետագայում եթե դիտարկվում է նման խնդրի ռեցիդիվ, ապա նոր անում ենք կատե հետազոտություն։ Կանխարգելման հետ կապված, եթե պացիենտը երբևէ առանձնապես գանգատ չի ունեցել, որպես այդպեսին միջոցառում չունենք անելու։ Ցանկալի է, որ պացիենտները առօրյայում ունենք հատուկ աղային լուծույթներով սպրեյեր, դեղատններում ազատ վաճառքի մեջ են, տարատեսակ են։ Առօրյայում կարող են որպես պրոֆիլակտիկ քթի խոռոչի լվացումներ անել, դա լավ է նաև եւ քթի խոռոչի համար եւ որոշակի կարող է կանխարգելել նաև
ապագա հայմորիտի առանց որևէ խնդրի նկատելու կարող են այսպիսի լվացումներ անել։ Այո, դրանք ոչ դեղորայքային երևի թե պրեպարատներ են, այո։ Բնական բան են, ծովի աղի հիմքով լուծիչներ։ Այո, որոնք դեղատներում կարելի է ձեռք բերել, սակայն առանց բժշկի ցուցման, հասկանալի է։ Եվ ի վերջո խոսենք հայմորիտի այ բուժման մեթոդներն են ավելի էֆեկտիվ թե վիրահատական, երևի թե սա իհարկե խնդրի բարդությունից կախված բժիշկն է այո որոշում։ Խոսենք երկու դեպքերի մասին էլ բուժումը ինչպես է իրականացվում, որքան ժամանակ է պահանջում եւ հետո անցնենք վիրահատական միջամտությանը։ Շատ լավ։ Առաջնահերթ գնում ենք իհարկե դեղորայքային կոնսերվատիվ բուժմանը։ Եթե ունենք սուր փուլ, դրանք հակաբիոտիկ, հակամարենային եւ հակաբորբոքային պրեպարատներով բուժումներն են եւ քթի խոռոչի լվացումները։ Եթե գործ ունենք սուր վիճակի հետ, նաեւ քրոնիկի սրացման պարագայում, հա։ Ու պետք է տարբերակել նաեւ հայմորիտը ինքը քթից առաջացած է թե ատամնացին է, որովհետեւ գերազանցապես ատամից առաջացած հայմորիտներ իրեն գրեթե ձևավորվում են քրոնիկ տարբերակով, քիչ հետո կմանրամասնեմ ատամից առաջացած տարբերակում, ինչը բուժումը հիմնականում լինում վիրահատական։ Սովորաբար սուր փուլում այս միջոցառումները լիարժեք բավարար են ձերբազատվելու հայմորիտից։ Հնարավոր է լրիվ ձերբազատվել, այո։ Այ ինչպես դուք նշեցիք, ես նույնպես ցանկանում էի անդրադառնալ այս խնդրին, ատամների չբուժված խոռոչների հետևանքով առաջացած հայմորիտներ։ Նախ այստեղ երևի թե բժշկի, այո, բաց թողումներից է գալիս այս ամենը, թե պացիենտի սեփական բերանի խոռոչը ոչ հիգիենիկ պահելու կամ խնդիրը անտեսելու հետևանքով, ինչից է հիմնականում հայմորիտի այս տեսակում է վերաբերվում։ Իրականում երկու տարբերակն էլ բավական արդիական են։ Ինչ-ինչ պատճառներով պացիենտի ոչ այնքան ուշադիր լինելը կամ որոշակի վախերը բժշկի հանդեպ եւ բժշկի չհաճախելը իր հետ բերում են նմանատիպ բարդություններ, երբ որ սկզբից ունենք ատամի կարիոզ ախտահարում, ինչը չի բուժվում, վերածվում է արդեն հարարմատային շրջանների բորբոքումների եւ ծամիչ ատամների շրջանում, երբ որ իրանք արդեն տեղակայված են հայմորյան խոռոչի ստորին պատի շրջակայքում կամ որոշ դեպքերում նաեւ գնզգտում են հայմորյան խոռոչի մեջ, այ բերում են արդեն հայմորյան խոռոչի բորբոքման, դրանք կլինեն կիստոզ ձևափոխումների տարբերակով կամ հենց սուր բորբոքման տարբերակով, որոշ դեպքերում նաեւ լինում է, երբ որ ստոմատոլոգի կողմից կատարվում է ատամների արմատախողովակերի գերլեցավորում, երբ որ լիցքանյութը արդեն ավելի շատ անում եւ դիսկանտը արդեն լցվում է դեպի հայմորյան խոռոչ եւ այնտեղ առաջանում է սնկային փոփոխություն լորձաթաղանթի։ Այդ ամենը արդեն վիրահատական ճանապարհով է լուծվում։ Այսինքն այս դեպքերը բավականին շատ են, ավելի շատ են, գերակշռում են այլ գրիպի հետևանքով առաջացած հայմորիտ, առհասարապես օդոնտոգեն հայմորիտները գրեթե կազմում են 30-ից 40% մնացած հայմորիտների։ Իրանք որպես այդպեսին գերակշռ դիրքում չեն։ Այո, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նույնպես այո կարող են հայմորիտի առաջացման պատճառ դառնալ։ Օրինակ շոկը կարող է նպաստել, թե միայն սառը ցուրտ եղանակը։ Գերազանցապես երևի թե սառը պայմաններում առաջացած։ Շոկը որպես այդպեսին ոչ գրգռիչ կարող է հանդիսանալ, ոչ էլ ինչ որ ազդակ։ Այո։ Ցուրտն իր հերթին կարող է ուղղակի գրգռել կամ սրացնել վիճակը։ Ինքը որպես հարուցիչ կամ պատճառ չի հանդիսանում։ Այո։ Շատ լավ դոկտոր, եւ արդեն անդրադառնանք վիրահատական միջամտությանը, շատերը իմանալով որ կրում են հայմորիտ, այս լորձաթաղանթի լուրջ բորբոքմանը մատերի արանքով են նայում զուտ այն պատճառով, որ քանի որ վախենում են վիրահատությունից, սակայն քիչ առաջ երբ դուք վիրահատարանից եկաք հարցազրույցի, նշեցիք, որ դա այնքան էլ բարդ վիրահատություն չէ, այո։ Ի պատասխան իմ հարցին նշենք, որ վիրահատությունը կատարվում է մոտ 1 ժամվա ընթացքում, ես կցանկանայի մի փոքր մանրամասնեք այդ վիրահատական ընթացքը ինչպիսին է եւ առհասարակ արդյոք վիրահատությունը այս խնդիրը մեկընդմիշտ լուծում է։ Ցանկացած վիրահատություն ինքը իրանից բարդություն ներկայացնում։ Ցանկացած վիրահատություն ինքը իրանով բարդ է։ Ռիսկի գործոն է պարունակում։ Միշտ, ինչքան էլ մենք ունենանք փորձառություն կամ ինչքան էլ վիրահատությունները փորձենք մեկը մյուսից ըստ բարդության անջատել, ցանկացած վիրահատություն ունի բարդություն։ Բայց դրանով պացիենտը չպետք է խուսափի։ Այսինքն իր խնդիրը կամ հիվանդությունը առավել բարդ է, քան մեր կատարած վիրահատությունը։ Իսկ եթե դա մենք թողենք, ունենալու ենք ավելի լուրջ բարդություն։ Հայմորիտների պարագայում արդեն բավական երկար ժամանակ որպես ոսկե ստանդարտ համարվում են էնդոսկոպիկ վիրահատությունները։ Այսինքն մենք վիրահատությունը իրականացնում ենք առանց արտաքին կտրվածքների, վիրահատությունը իրականացնում ենք էնդոսկոպիկ տեսախցիկներով, վիդեոխցիկներով,
ունենում ենք պարզ նավիգացիա հենց այդ ընթացքում, աշխատում ենք բնական խոռոչների սահմաններում եւ վիրահատությունը կոչվում է ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրաբուժություն, այսինքն մենք վերականգնում ենք պացիենտի ֆունկցիան, շտկում ենք ախտահարումները եւ արտաքին մեծ կտրվածքներ պացիենտը չի ունենում։ Այսպիսով հետվիրահատական этаպը բավականաչափ կրճատվում է։ Դեմքի վրա այտուցներ չենք ունենում, հետվիրահատական ցավային համախտանիշը բավական քիչ է։ Կտրվածքը դեմքի արտաքին մակերեսով չի Կտրված գրեթե չի լինում, այսինքն ունենում ենք հայմորյան խոռոչի հաղորդակցություն, բնական հաղորդակցություն դեպի քթի խոռոչ, եւ մենք հենց այդ հաղորդակցության միջոցով էլ հատուկ գործիքներով մուտք են գործում դեպի հայմորյան խոռոչ եւ այնտեղից արդեն պաթոլոգիկ պարունակությունը դուրս են գնում։ Կլինի դա կիստա, կլինի պոլիպ, թե կլինի այն սնկային փոփոխությունը, որը առկա է պլամբորանոթի կողքը, այդ ամեն ինչը հնարավոր է իրականացնել հենց քթի խոռոչից։ Հա, հրաշալի է։ Իսկ վիրահատությունը կրկնվելու կրկնելու անհրաժեշտություն հաճախ է լինում։ Adekvat վիրահատության ժամանակ սովորաբար ոչ, բայց պետք է տարանջատենք, թե ինչ փոփոխություն ա եղել այդ ժամանակ քթի խոռոչում։ Կիստաների պարագայում որոշ դեպքերում ունենք ցածր, բայց կրկնողության հավանականություն։ Պոլիպոզ ախտահարումների պարագայում ռեցիդիվի տոկոսը մի փոքր ավելի բարձր է, բայց եթե ունենք ատամնածին, այսինքն ատամից առաջացած կիստայի կամ լոմբանյութի առկայություն, ապա այդ խնդիրը վերացնելուց հետո կրկնողություն չի լինում բացարձակապես։ Ովքեր վիրահատվել են, արդեն ազատվել են հայմորյան խոռոչներում ունեցած խնդրից, արդյոք ողջ կյանքում ստիպված են այդ հատվածները փոքր-ինչ տաք պահել, մրցակցությունից խուսափել, նրանք կարող են լիարժեք ազատ լինել այս խնդրից այդուհետ։ Պացիենտը երևի թե մեկ շաբաթ հետո անցնում է բնականon կյանքին։ Իհարկե սա խիստ ինդիվիդուալ թիվ է, քանի որ ցանկացած օրգանիզմ ինքնին յուրօրինակ է, բայց որոշ գրեթե հետվիրահատական 7-րդ օրը պացիենտը անցնում է իր բնականon կյանքին, որոշ սահմանափակումներով, կարելի ասել երևի թե 2 ամիս հետո լիարժեք իր բնականon կյանքով է զբաղվում, առանց խուսափելու որևէ այլ խնդիրներից։ Այսինքն ունենում է ֆունկցիոնալ նույն հայմորյան խոռոչը, որ նախկինում ուներ մինչև հիվանդանալը եւ այլևս որևէ սահմանափակում չունի։ Այո։ Շնորհակալ եմ բժիշկ, եթե ունեք մեր հեռուստադիտողին դիմելու որևէ կոչով, խնդրեմ, եթե ոչ։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ լավ թեմա եք ընտրել։ Պետք ձեր առողջությանը եւ ժամանակին դիմեք մասնագետի։ Ես նույնպես շնորհակալ եմ ձեզ ինֆորմատիվ հարցազրույցի համար եւ կարծում եմ շատերը այն հարցերի պատասխանները, որ կցանկանային գալ եւ դիմել բժշկին, հենց ստացան հեռուստաէկրանների ձեր շնորհիվ։ Շնորհակալ եմ նաև բոլոր մեր հեռուստադիտողներին ուշադրության համար, հարգելի հեռուստադիտողներ, հայմորյան խոռոչների հետ կապված խնդիրները սկսում են սրվել աշնան ամիսներին զուգընթաց, աշնան ամիսներից, հենց աշնանը զուգընթաց եւ գնալով սրվում են դեպի ձմեռ, բայց պետք չէ անտեսել այդ խնդիրը, դրանք բավականին շատ վատ հետևանքներով են հղի եւ կարող են ախտահարել ընդհանուր մինչեւ ակնակապիչներ, գլխուղեղ եւ այլն, այնպես որ պետք է խնդիրը կանխարգելել հենց նկատելուն պես։ Հայմորյան խոռոչների հետ կապված ցանկացած խնդրով կարող եք դիմել Իզմիրլյան բժշկական կենտրոնի դիմացինոտային վիրաբույժ Ռադիկ Դալաքյանին։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հորդորում եմ մշտապես ուշադիր լինել ձեր առողջության յուրաքանչյուր փոփոխության հանդեպ, ոչինչ չթողնել վաղվան։ Եվ իհարկե շարունակեք հետևել MedInform-ին, քանի որ այստեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Առողջ եղեք, կհանդիպենք։